մենք իրականացնում ենք որոշակի գործունեություն, որ ինքը չծաղրի հայ ժողովրդին։ Չէ, մեծ մասը ինչ որ ընտրական գործընթացների մեջ շատ լավ գիտակցելով, որ Նիկոլը չի անելու արդար եւ ազատ ընտրություններ եւ այն միլիարդավոր դոլարները եւ միլիարդավոր դրամները, որ գալիս են դրսից եւ ծախսվելու են բացառապես Նիկոլի իշխանությունը պահելու վրա, չգիտես ինչի որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի սթափության հնարավորություն չգիտես ինչի չի տալիս։ Ես չեմ կարող ուղղակի հասկանալ այն մարդկանց կամ այն քաղաքական միավորներին, ովքեր այս պահի դրությամբ բաց թողնելով հենց նույն այս ժամանակահատվածը, երբ որ Նիկոլը իր կապիկությունները կանի, մենք ուղղակի անենք կոնկրետ աշխատանք, որը միտված կլինի բացառելու մինչև հունիսի 7-ը Նիկոլի պաշտոնավարմանը։ Այս ուղղությամբ իրենք աշխատանք չեն տանում եւ կարծես թե համակերպվել են շարունակաբար հաջորդող 5 տարիների ընթացքում Նիկոլին պարոն վարչապետով դիմելու այդ ճակատագրին։ Բայց արդեն իհարկե շատ ավելի փոքրացած Հայաստանում են անդադար կրճատվող թվերը, որ Նիկոլը ասում է մեր հայրենիքի քառակուսի կիլոմետրերի մասով, անդադար փոքրացող կներեք այն ժեշտի կտորը, որ 2 ամիսը մեկ այդ ժեշտի կտորը փոխում են ձևը նկատել եք, որտեղ ամեն անգամ փոքրացնում է, հանձնում, փոքրանում է, հանձնում, փոքրանում է, բացահայտում է ինքը ամեն անգամ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ Եթե այս իրականությունը ձեռք է տալիս որոշ քաղաքական միավորների, ապա ինձ մնում է միայն ասել, որ դա չփորձեն բարթել Հայաստանի քաղաքացիների վրա։ Հայաստանի քաղաքացիները տարիների ընթացքում դուրս գալով փողոցային պայքարի ակնառու ցույց են տվել, որ իրենք դեմ են Նիկոլին ու պատրաստ փոփոխությունների, առավել եւս այդ հարցումներին մասնակցելով, նույնիսկ այդ անհասկանալի եւ Նիկոլի կողմից կիրառելի այդ մեծ ճնշումների պարագայում վախը, որ կա միևնույն է դա չի կանգնեցնում քաղաքացիներին ասելու ճշմարտությունը եւ վերջի վերջո այդ սոցիոլոգիայի մեջ ամենակարևոր թվերից մեկը նաեւ այն է, թե որն են Հայաստանի քաղաքացիները համարում կարևոր մարտահրավեր, անվտանգության մարտահրավերը եւ այդ սպառնալիքները էլի Թուրքիայից եւ Ադրբեջանից, ինչքան էլ Նիկոլը փորձում է Ալիևի հետ փող կիսի ինչ որ մրցանակի համար մեր պետությունը ծախելու, որքան փորձում է չնկատելու տալ, որ Թուրքիայից ուղիղ միջամտություններ են իրականացվում իրեն պաշտպանող, միևնույն է մեր քաղաքացիները դա տեսնում են։ Հետեւաբար այստեղ ուղղակի ազնիվ պայքար է պետք Նիկոլին իրականում հեռացնել ցանկացող մարդկանց շրջանում։